Ողջունում ենք բոլորին, շատ են ասում, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ ժողովրդին մոլորեցնելով։ Մենք միշտ ասել ենք ու ասում ենք, որ հայ առաքելական եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, բայց հայ առաքելական եկեղեցին չի կարող ձայն չբարձրացնել, երբ որ տեսնում է անօրենություն է կատարվում։ Այսօր թե Բաքվում, թե Հայաստանում շատերը առանց որևէ հիմքի զրկված են իրենց ընտանիքներից, իրենց գործից, իրենց ծառայությունից եւ որով կարող էին մեզ բոլորիս օգուտ տալ։ Այսօր հայոց պատմության մեջ աննախադեպ մի իրավիճակ է, երբ որ բանտերում են մեր եկեղեցու 4 սրբազան հայրեր, որոնք այն մարդիկ են, ովքեր ամեն օր ավուր իրականում բարեկարգում, բարեփոխում ու զարգացնում են հայ մարդու թե հոգևոր, թե մտավոր եւ թե հասարակական առողջ կյանքը։ Դրա համար մենք այսօր այստեղ ենք միասին իբրև Աստծո զավակներ, իբրև եղբայրներ եւ քույրեր ի Քրիստոս մեր ձայնը բարձրացնելու, որպեսզի մարդիկ տանը լինեն, որտեղ որ պիտի լինեն, որպեսզի մարդիկ իրենց ծառայությանը լինեն, որպեսզի մարդիկ կարողանան թե մեր սրբազան հայրերը եւ թե բոլոր մեր եղբայրներն ու քույրերը, ովքեր անիրավաբար անազատության մեջ են գտնվում, կարողանան հենց մեզ օգուտ տալ։ Սրանով մենք ինքներս մեզ ենք վնասում, իրենց չենք վնասում։ Մեր սրբազանները բանտում աղոթք են անում ամեն օր մեզ համար, բայց երբ որ իրենք անազատության մեջ են, մենք ենք վնասվում, իրենց զավակներն են վնասվում եւ ես վստահորեն եմ ասում, ողջ հայ ժողովուրդն է վնասվում եւ դա օգուտ չէ բոլորիս։ Ուրեմն մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել եւ իրոք մարդու հիմնարար այն իրավունքը, որ կոչվում է ազատություն, խնդրենք եւ պահանջենք, որպեսզի վերականգնվի։ Շնորհակալություն։